Դաժան 90-ական թվերին sense չի եղել։ Ձնհալից հետո Երևանի փողոցներում նոր զանգվածային փոսեր են առաջացել։ Վարորդները բողոքում են, վնասվում են մեքենաները, անվադողերը պայթում են, աճում է պատահարների թիվը։ Սա ջարդում են, փշում են, գալիս են ստից կարկը տանեն անում էլի մի հատ անձրև կամ թեթև ձուն եկավ էլի նույն պատմությունն է կրկնվում։ Այն ավտոբուսները բանը, սաղ էլ փչանում են, սաղին էլ վնաս է։ Թե սեփականատիրոջը, թե պետական մարդատար մեքենաներին փոխադրումներ են կատարում։ Իսկ նման ճանապարհները վտանգավոր են վարորդների համար։ Բոլորի համար են վտանգավոր։ Հասարակ մի հատ փոքր քար կարա ակիտակից թռնի, հետիոտին վնասի։ Դժվար է սա։ Ավտոն չի վնասվում մեքենան։ Շատ վատ, շատ զգուշ, արագ քշում ենք, հետո գրում ենք փոս, հետո մեքենան գումարներով։ Սարքում ենք, շատ ահավոր է դարձել։ Չերեմուշկայից գայս է մասիվ, անդադ ճանապարհին շատ Ռուբինյանցը շատ վատ է, չգիտեմ, Կիևյանը, ստեղել, կոնկրետ չեմ հիշում, բայց շատ է վատացել էս ձմռանից հետո։ Նախորդ տարիներին էլ էր այսպես։ Չէ, այսքան չի եղել։ Փոխհատուցման համար քաղաքացիները ստիպված են սպասել ամիսներ, հաճախ առանց որևէ երաշխիքի, որ դատական կարգով կհաջողվի ապացուցել քաղաքապետարանի մեղավորությունն ու բռնագանձել վնասի գումարը։ Խորը փոսերը նկատելի են մայրաքաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում։ Շատ անմխիթար վիճակ է։ Չկա քաղաքում լավ ճանապարհ, միայն ասում են ասֆալտ են անում, բայց թե որտեղ են անում, տենց էլ չի երևում։ 4 օր արդեն քանդած մնացել։ Ավազ ինչ-որ լցնում է բան են անում, բայց ասֆալտ չեմ նկատել։ Իհարկե, եթե sense մեքենայով է դժվար։ Պատկերացնում եք փոքր մեքենաներով, սեդաններով ինչ դժվար կլինի։ Իմ հիշելով երևի ամենավատ տարին է։ Ու կան ընկերներից, որ ասենք տրակացրել են, ասենք անվադողերը, կան Սոցիալական ցանցերում օգտատերերը տասնյակ տեսանյութեր եւ լուսանկարներ են հրապարակում։ Որոշ փողոցներում մի քանի խորը փոսեր կան իրար հետևից։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավիլյանի խոսքով մայրաքաղաքի ճանապարհների բազմաթիվ փոսերն առաջացել են ձմեռվա ձյունը աղով մաքրելու պատճառով։ Համեմատ նախորդ տարվա 2.5 անգամ ավելի աղ ու ավազով մշակել են փողոցները, հավելում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Նա նշել է, որ աշխատանքները կատարվում են ֆորս մաժորային պայմաններում, իսկ փոսալցման աշխատանքների համար 2026 թվականին համայնքային բյուջեից հատկացվել է 1.1 միլիարդ դրամ։ Մենք ունենք 1.7 միլիարդ դրամ հատկացված միջին նորոգման համար եւ 1.1 միլիարդ մոտ 1.1 միլիարդ դրամ ունենք հատկացված փոսային աշխատանքների լցման համար։ Վարորդները, այդ թվում տաքսիստները Armenia Today-ին պատմել են, այս փոսերի երթևեկության ժամանակ ոչ միայն անիվներն են պայթում, այլև վնասվում է մեքենայի ընթացային մասը։ Ահա որ է, շատ դժվար է, ինչ ասեմ։ Քշել չինում, ավտոները ջարդում ենք։ Շիտս ջարդել եմ 130,000 ծախս է, այդ ով պետք է տա, բայց իմ ծախսերն ով պետք է տա։ Վարորդներն իրենց խնդիրներն այս շաբաթ բարձրաձայնեցին նաև բողոքի ակցիայի միջոցով։ Նրանք պահանջում էին ոլորտը դարձնել ավելի կառավարելի եւ պաշտպանել վարորդների իրավունքները, նվազեցնել տաքսի ծառայությունների տոկոսադրույքները, ինչպես նաև հնարավորություն տալ ամսական 200,000 դրամից ավելի վաստակող եւ հարկ վճարող վարորդներին գրանցվել որպես աշխատողներ, դառնալ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի շահառու, օգտվել անվճար բուժօգնությունից եւ հետագայում ստանալ ավելի բարձր թոշակ։ Լուբոյ վարորդ հիմա ինձ կհասկանա, այդքանը քշելուց հետո վարորդը անգամ եթե չի օգտագործել ալկոհոլ կամ ինչ-որ մի բան, բայց նա չի կարող ստապ լինել, որովհետև նրա մեջ էլ ուժ չկա։ Շատ հաճախ, չգիտեմ, հիմա վարորդները կխոսեն, չեն խոսի, շատ հաճախ տուն գնալուց մարդ չի կարողանում մեքենայից իջնի ուղիղ կայնի, որովհետև ստիպված է 13-14 ժամ քշի, որ կարողանա արենդը տա, որ կարողանա իրան մի քիչ պահի։ Մասնագետները նշում են, ճանապարհների նման վիճակը կատարված աշխատանքների տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու հետևանք է։ Դժգոհություն տենց անհատական մեզ չեն դիմել, ընդհանուր հրապարակային է, որին նաև մենք ենք անդրադարձել այդ իրավիճակին։ Խնդիրը ամբարախիչ աշխատանքն է, իրենց գործը ամբարախիչ կատարելու հետևանքն է, որ պատշաճ չի իրականացվում տարիներ շարունակ, որի արդյունքում ունենք այս վիճակը, այսինքն ամեն տարի որոշակի աշխատանքներ, որ կատարվում է, տեխնիկական պահանջներին համապատասխան չի իրականացվում, դրա համար տանձրևից
տնից, այդ եղանակային պայմաններից շատ շարքից դուրս է գալի եւ դրան արդյունքում տուժում են մեր վարորդները, քաղաքացիները, նույնական մեծ վնասներ են կրում։ Ինձ թվում է, որ մարդիկ հենց քաղաքացիները, որ ակտիվ պայքարեն իրենց նույնական վնասների հատուցման պահանջներով, արդեն ֆինանսական դեպքում խնդրի առաջ կայնի քաղաքապետարանը ավելի ուշ կհետևի, որպեսզի ժամանակին պատշաճ տեխնիկական պայմանների համապատասխան իրականացվեն այդ շինարարական աշխատանքները։ Փոխհատուցում ստանալու հնարավորություն կա, վարորդները սակայն պետք է զինվեն համբերությամբ եւ դիմեն դատարան, ասում են փաստաբանները։ Ապահովագրականներից միայն կկարողանան փոխհատուցում ստանալ կասկո արած մեքենաները, դրանք էլ հիմնականում նոր մեքենաներն են, այսինքն ապահովագրականներից ապա պատահարով չես կարող հատուցում ստանալ, որովհետև կոնկրետ ասենք, օրինակ լուկը ընկնել, փոսն ընկնել, փոսից վնասելու նման բաները, դա ապա պատահար չի։ Դրա համար քաղաքացիները պիտի վնաս պատճառողից պահանջեն, տվյալ դեպքում օրինակ ասենք Երևանի համար Երևանի քաղաքապետարանն է վնաս պատճառողը։ Կա ընթացակարգ եւ կան փոխհատուցման դեպքեր, սակայն քաղաքապետարանը չի շտապում փոխհատուցել տույժը, նշում են փորձագետները։ Երևանի քաղաքապետարանը դեռևս դեպք չի եղել, որ կամովին հատուցի։ Փորձագետը պիտի դիմեք։ Իսկ սկզբանե դիմեք ոստիկանություն, որ կան արձանագրեն դեպքը։ Հետո պիտի դիմեք փորձաքննության, որ այդ ոստիկանության արձանագրությունը դնեն հիմքում։ Փորձաքննությունը որոշի, որ այո, ենթադրենք վնասի մեղավոր է քաղաքապետարանը, վնասի չափն էլ ինչ-որ գումար, ենթադրենք 500,000 դրամ կազմում է վնասը։ Հիմա այդ եզրակացություններով ու այդ արձանագրությունով գնում են քաղաքապետարան, պահանջում է վնասի հատուցում, քաղաքապետարանը բնականաբար մերժում է, գնում են դատարան, առաջի հերթին պահանջում են, որ քաղաքապետարանը վնաս պատճառողը իր մեղավորությամբ հրավիրի։ Հիմա ենթադրենք մի կես տարուց դատական ակտ ենք ունենում, որ քաղաքապետարանը դրանում մեղավոր է։ Դրանից հետո երկրորդ անգամ են դիմում քաղաքապետարան։ Դա օրենքն եմ ասում, էլի, այ ունենք վճիռ, դե ինձ 500,000 դրամ։ Այստեղ քաղաքապետարանը երկրորդ անգամ է մերժում ու երկրորդ անգամ է դիմում դատարան։ Այսինքն տեսականորեն լավագույն դեպքում, եթե իդեալական արդարադատություն արվի, բավականին ծախս կանեք, մի տարի հետո էլ այդ գումարը երկու դատական գործերից հետո նոր կհատուցվի։ Վնասները կազմում են 80-ից 200,000 դրամ։ Միջին անձից, որոնք որ դեպքերը քաղել ենք, այսինքն քաղաքացիները բողոքել եւ վնասացույց են տվել, այդ միջին հաշվարկով 500-ը գերազանցել են։ Հիմա նայեք ոստիկանությունն էլ հստակ ստատիստիկա չի կարող ասել, որովհետեւ քաղաքացիների ձեզ հավատացնում ընդամենը 10%-ն են մաքսիմում նման դեպքում դիմում արձանագրություն կազմելու։ Դրա համար համացանցի տեղեկությունները շատ ավելի ծավալ ունեն մարդկանց բողոքները, քան ոստիկանության մոտ ունեցած տեղեկությունները։ Թեև արդեն սկսվել են փոսալցման աշխատանքները, քաղաքացիներն ահազանգում են։ Նորոգումներն ընթանում են տեխնիկական նորմերի խախտումներով։ Ակտիվիստ Արտուր Չախոյանը հրապարակել է կադրեր, պնդելով, ասֆալտապատումն իրականացվում է առանց բիտումի օգտագործման։ Խնդրեմ, եւս մեկ ապացույց, ժողովուրդ ջան, որ ասֆալտապատման աշխատանքները իրականացվում են անորակ քաղաքաշինական նորմերի կողմից խախտումով։ Տեսնում եք, ասֆալտը լցել են, բիտում տակը չկա։ Հարցին ինչպես են ստուգում, թե արդյոք աշխատանքները համապատասխանում են չափանիշներին, Փամբուխչյանն ասում է, պայմանագրերով կապալառուները երաշխավորում են որակը։ Երաշխիքի պայմանագրերը ուժի մեջ են, երաշխիքային պարտավորությունները նույնպես կկատարեն եւ ես ձեզ պատասխանատու հայտարարում եմ, որ մենք չունենք 5 կազմակերպություն կլինի շահողը թե 7 կամ թե 1, մենք չունենք որևէ միտում չնկատելու, նկատելու դեպքում մենք իրականացնում ենք մեր լիազորությունները, որը որ մեզ վերապահված է եւ բոլոր շինարարները այդ մասին տեղյակ են, գիտեն, որ մենք որևէ միտում չունենք որևէ խախտում տեսնել կամ չտեսնելու հետ կապված։ Մենք բոլոր խախտումները ցանկանում ենք տեսնել, այդ թվում ձեր միջոցով։ Բոլոր զարգացած երկրներում այդ ճանապարհաշինարարական աշխատանքներով կատարումը ինքը տալիս է երաշխիք այդ աշխատանքների անվտանգության եւ որակյալ լինելու մասով։ Ես չգիտեմ մեր մոտ ոնց իրականացում։ Եթե քաղաքապետարանը ստիպի, որ շինարարները տան այդ երաշխիքները, ինձ թվում է արդեն շինարարը կհասկանա, որ ինքը պետքա պատշաճ իրականացնի իր աշխատանքները։ Միևնույն ժամանակ պետքա մենք հասկանանք, որ այնպես չլինի, որ իրանք տան իրանք երաշխիքները, բայց չհետևեն իրենց աշխատանքները եւ արդյունքում այդ ընկերությունները մեծ վնասների դեպքում սննկանան եւ մենք էլի դարձված տաշտակի առաջ չկանգնենք։
Armenia Today վերանորոգված ճանապարհների քանակի փոխհատուցման համակարգի մասին հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։ Քանի դեռ համակարգային լուծումներ չկան, քաղաքացիները ստիպված են սեփական միջոցներով վերականգնել մեքենաները։